Ողջույն իմ շատ սիրելի հայրենակիցներ, ես բոլորիդ եմ դիմում, որովհետև այն ինչի մասին, որ հիմա խոսելու եմ, վաղ թե ուշ գալու է բոլորիդ դռներում չոքի, սա իմ այս տեսակ դիմելու ձև առաջի անգամն է, որ ես օգտվում եմ ու որոշել եմ այս ձևաչափով դիմեմ բոլորիդ։ Ես սրան չի գնա, բայց հասկացա, որ ես ինքս ինչ չեմ կարող դավաճանել, իմ ներսը հիմա եռում է որպես հայ, որպես մարդ, որտեղ իմ հպարտությունն են գողացել, ու առավել ևս շուտով մարտի 30-ին ուզում եմ գողանալ մի քաղաքի հպարտություն բառը այդ քաղաքի համար եղել է խորհրդանիշ, դա Գյումրին Լենինականն է, որտեղ ես ուզում եմ դիմեմ եւ գյումրեցիներին, եւ լենինականցիներին, որտեղ վերջերս մի քանի դեպք իմ հետ կատարվեց, երբ որ ասում եմ գյումրեցի, կսմիչի ես լենինականցի եմ։ Այսինքն կա լենինականցու եւ գյումրեցու տեսակներ։ Այսինքն Շիրակ աշխարհի այդ մարդիկ իրանց բաժանել, որտեղ մարդ ապրել լենինական այդ ժամանակաշրջանի մեջ ինքը իրան լենինականցի համար, հիմա գյումրեցի։ Հիմա դա կարևոր չի, դրա մասին չեմ ուզում խոսեմ։ Ուզում խոսեմ մարտի 30-ին տեղի ունենալիք ընտրությունների մասին։ Գյումրին ունի 9 տեխնացու, 9-ը գյումրեցի են։ Բայց ես զարմանում եմ մի բանի վրա, ոնց կարելի է Գյումրիում ԿՊ-ն հաղթի։ ԿՊ ասելիս ձերքերս թուլանում են, ԿՊ ասելիս ուղեղս մտագնում է, ու վաղ թե ուշ, երբ որ ԿՊ-ն գա ղեկավարության ու ընդհանրապես Գյումրիում ինքը տեղ ունենա, բոլորիս ուղեղն են մտագնելու, որտեղ այս մարդիկ 7 տարի շարունակ ոչ մի բան չեն արել։ Ինքը շատ խնդալու է իմ համար, 7 տարի ղեկավարում են այս երկիրը, Գյումրու համար ոչ մի բան չեն արել, չնայած նախկիններն էլ մի բան չեն արել։ Այսօր իրանք այն օրը գնացել էին իրանց ամբողջ կազմով, գնացել էին Գյումրի, անունը դրել էին դրամահավաք։ Ոնց կարելի է Գյումրու համար ոչ մի բան չանել, բայց գնաց դրամահավաք, լուրջ եք ասում, իսկ մեր հրաշք վարչապետի ելույթը լսեցիք, դա վարչապետի ելույթ է, դա իմ անձնական կարծիքն է, ես երբ որ լսում եմ, ես նեղվում եմ։ Այդ ինչ մտածելակերպ է, ինչ դիմելու ձև է, ինչ կոպեկար կոպեկ, Range Rover, էսա իրա, այդքան նա իրա այդ ժողովրդին դիմելու որակը ես չեմ հասկանում։ Այդ ինչ ոնց է կարողանում ինքը ժողովրդի հետ խոսա, ինչի մասին է խոսում, իրանք 7 տարի ղեկավարության գլխին է իրանց մի երկը մի բան է, նախկիններ, 7 տարի իրանք խոսել են նախկինների մասին, նախկիններից բացի այս երկրի համար ոչ մի բան չեն արել, նախկիններին քլնգելով, ես հիմա նախկիններին չեմ ուզում դեմ, նախկիններն էլ մի բան չեն, իրանց էլ չեմ ուզում գան։ 9 տեխնացու, բայց հիմա մի բան եմ առաջարկում, մենք ունենք գինարնի քաղաքապետի տեխնացու, որի հիմա ապրում ու բնակվում է Երևանի Միացյալ Նահանգներում, ինքը կարող է դասախոսություններ կարդալ։ Այս նոր ապագա մեր ղեկավարների համար դա Տիգրան Ավինյանն է, կարելի էր մի 3 օր տանել այդ մարդը դասություններ կանցկացնել, ոնց կարելի էր քանդված եկեղեցու տեղը, ասենք կարելի էր սարքել բան, ասենք լավ հյուրանոցային համալիր կամ բարձրահարկ շենք։ Տիգրան Ավինյանը կարող էր դա մատուցել, կարող էր դա ուղղություն ցույց տալ, բայց փառք Աստծո քանդված եկեղեցու տեղը այսօր եկեղեցի վերականգնվեց ու Գյումրեցու հավատքը մեկ անգամ ևս վերածնվեց։ Հայրենակիցներ, գյումրեցիներ, այսօր պարոն Փաշինյանը ու ընդհանրապես ԿՊԱ-ականները մի հատ մեծ սեպ են խրել ժողովրդի ու եկեղեցու արանք։ Դուք պատկերացնում եք մեզ կտրել են մեր եկեղեցուց։ Դա ամենաահավոր բանն է, ու այն ազգը, որը կտրվում է եկեղեցուց, այդ ազգը ապագա չունի։ Այս մարդկանց հետագա պլաններն է։ Ոնց կարելի է իմ հավատքին կպնել, դուք ով եք, որ իմ հավատքին կպնեք։ Դուք ով եք, որ եկեղեցուն մերժեք։ Հիմա դուք տեսեք եկեղեցին ձերս ուզում ա շփվի, թե չէ։ Այդ ինչ արհամարանք է դեպի եկեղեցին, այդ ինչ վերաբերմունք է։ Ոնց կարելի է այդ տեսակին, այդ խմբին ընտրել մեզ ղեկավար, չի կարա տենց բան լինի։ Եվ նաև ուզում եմ մի բան էլ առաջ քաշեմ, մի փաստ, բայց վերջերս տեսա, որ նոր սերունդը ոտքի այլ է, եթե նոր սերունդն արդեն ոտքի էլ է։ Պարոն Փաշյան, այսօր նոր սերունդը ձեր մերժում է։ Դուք պատկերացնում եք, դուք արդեն նոր սերունդի համար նախկիններ եք։ Հասկանում եք, նախկիններ, ու ես հիմա ուզում եմ այս սրանքում դիմեմ նաև նոր սերունդին։
երեխեք ջան հալալա ձեզ, երեխեք ջան վաղը փրկողը դուք եք, խնդրում եմ հանգած ձեզ չկոտրեն, կողքներդ կանգնած եմ, ինչով կարող եմ, նոր սերունդել եմ ասում ամենից ձեր ձերքում, նաև դիմում եմ Գյումրու նոր սերնդի, նոր երիտասարդներին, երեխեքին, խնդրում եմ չծաղվեք, այսօր իմ մտքերի մախարն աստեղից ընդեղ ընտրում ես, ուզում եմ նաև դիմեմ մեր շատ սիրելի Սարիկին, որը ՔՊ-ի տեխնացուն է, Սարիկ դու թասիբով Գյումրեցի էր, քաղաքի համար ահագին բաներ արի, Գյումրին քեզ սիրում էր, լուրջ դու 30 արծաթով ծաղվեցիր, այդ 30 արծաթը քո համար այդքան թանկ էր, ես ձեզ չեմ ճանաչում, ուղղակի ձեզ հիմա դիմում եմ, ես քո մասին վատ բան չեմ ուզում ասեմ, պրոստը իմ համար ամենացավալին է, որ ծաղվել եք, ախր գիտեմ, որ ՔՊ-ն չի անցնելու, վաղ միսով Գյումրին ոնց ես քայլելու։ Ես կարծում եմ, այդ 9 տեխնացուների մեջ կան որսեր, տղեկ, որ այսօր մենք որսի պակասում ենք, ես ես մի բան եմ ուզում խնդրեմ, միացեք իրար, դուք ամեն ինչ կարող անեք։ ՔՊ-ն այսօր Չիբանի նման բան է, Չիբանը պետք է պայթեցվի, պետք է մաքրվի։ Այսօր եթե ՔՊ-ի ձեռը չկտրենք, այդ ձեռքը գնալու է դեպի սահմանադրություն, դա արդեն ուզում է տեղ հասցնի։ Ու մյուս մարզերին էլ եմ ուզում դիմեմ, սիրելիներս, վաղը մյուս օր այս նույն ՔՊ-ն գալու է ձեր մոտ այդ ընտրությունները լինելու։ Պետք է չլինի, պետք է ՔՊ-ն չլինի։ Այն ինչ որ վաղ ամսի 30-ից սպասում է Գյումրիում, երևի դրա ամենաահավոր վիճակը ձեր մոտ էլ է սպասվելու, ձեր մոտ էլ է լինելու։ Հիշեք մի բան, ՔՊ-ն էլ պիտի չլինի, որտեղ ՔՊ-ն մեր նոր վիրուսն է, մեր նոր հիվանդությունն է, մենք այդ վիրուսից պիտի ազատվենք։ Դա մեր համար կլինի նոր սկիզբ։ Այս խոսքից հավատացեք, դա ելի եմ ասում, իմ կարծիքն է։ Ու այսօրվա կառավարությունը իմ համար աշխարհի ամենալավ դերձակն է։ Արա միշտ ինչ-որ բան, ինչ-որ մեկի վրա ինչ-որ բան են կարում, բայց չեն կարողանում նույնիսկ կարել, իրանց կարասը դա բլայնդ է։ Բլանդ է, ոնց են ասում, բլանդում են, չէ՞։ Էդ էլ չեք կարողանում անել։ Մխիթարյան Ռուբենին, այս վերջերս տարան բան են կարևորել։ Այն մի Մարտուն անունը, այն մի տեխնացուն, հա, Մարտունին, ինչ-որ շիբինի պահով, ինչ-որ բաներ են ասում։ Դե մի ամիս առաջ Վարդան Ղուկասյանի շատ կոպիտ, ոչ մեկին չեմ ուզում բան անեմ, ուղղակի փաստն եմ արձանագրում։ Այս մարդկանց ձեռագիր են այդ, միշտ ինչ-որ մեկի վրա բան են կարում, որ իրանք առաջ գան։ Ու կարծում եմ այս կառավարությունը գիտեք ում անման, երբ որ 100 տարի առաջ սորոսական չէր, բան էր, մասոն էր, եկավ Գյումրի, անունը չեմ էլ ուզում տամ, աղոհացով թուրքին դիմավորեց, բայց այդ արեց մի հոգի չէ, մի հատ է, ինքը հատ է, այդ տեսակետ չի կարելի հոգով խոսալ, այդ դավաճանը, աղոհացով թուրքին դիմավորեց, բայց դուրս եկավ Գյումրեցու անուն ասեց, այսօր արգումենտ եմ բերում Գյումրեցին թուրքերին աղոհացով է դիմավորել, չէ, Գյումրեցիք շուտով չթողեք այդ կրկնվի մեկ անգամ ես Գյումրիում, որտեղ սրանք, քանի որ Թուրքիան Գյումրիի մի քիչ մոտիկ է, սրանք որոշել են Թուրքին մեկ անգամ ևս աղոհացով դիմավորեն, իրանց անունը անցնելու է գնամ, բայց այլու ասել են, Գյումրեցին երկրորդ անգամ Թուրքին աղոհացով դիմավորել, Գյումրեցին այդ մարդը չի, Գյումրեցին թասուբ ունի, նամուս ունի, էդ էլ են ուզում ձեր ձեռից տանեն, տեր եղեք այդ ամեն ինչին։ Հա, էլ ինչ է ուզում ասեի։ Բխոսքով ՔՊ-ն մեր քայլականները դուք թողեցիք այն ժամանակ, դուք չգիտեք մեզ ինչ է սպասում։ Նույնիսկ երևի դրանց նորմալ ճանապարհել եք, երբ որ ուզում էին մինչև Գյումրի գալը չոչ էին անում։ Բայց եկան Գյումրի, որոշեցին քայլել։ Ոնց որ թե քայլեցին։ Գյումրեցի կարող է հետևներից ջուրեր եք լցրել։ Ձեզ մոտից սկսվել է, ձեր մոտ պիտի վերջանա, սա ամենալավ հնարավորությունն է, սա ոչ թե հնարավորություն, այլ մեզ շանս է տրված ՔՊ-ին հանենք մեր կյանքից, մեր յետագիտակցությունից։ ՔՊ-ն իմ համար շուշաթուղթ է, ինքը մեր գենը ամեն օր շուշաթուղթում է 5000 հոգին, որ հիմա չեմ ուզում դաշահարկել, չեմ սիրում դաշահարկել, ոնց կարելի է դա մոռանալ։ Այն տղերքը վաղը միսօր թքելու են մեր էսին, վաղը միսօր բոլորը գնալու եք այնտեղ, ինչ պիտի պատասխան տակ դրանց։ Մի խոսքով
շատ բան կա ասելու, բայց միակ խնդրանքս Այդ 4-5 հոգի որ կան, ես համարում եմ, որ նրանք տղային ու ասելիք ունեն, որ տեսակներով ծախվող չեն, խնդրում եմ միացեք իրար։ Գիտեմ, ընդ 9 տեխնացուներ են, արդեն մի 5-6-ը, 4-ը արդեն գիտես ովքեր են, կամ ինչ անշանակում, դուք ով եք, որ Գյումրեցուն առանց հարցնելու մերն ու ձերն եք անում, մեր Սարիկը, ձեր Լևոնը, լուրջ, դուք Գյումրեցուն հարցնել ես, դու մերն ես, թե մերը չես։ Ձերը որն է, ձերի մեջ ձեր Լևոնը, դու ինձ հասել ես, դու ոնց կարաս իմը լես, ձեր Լևոն, այդ սիրուն, սիմպաթիչնի սորոսական Լևոնը, այդ տղեն, ձեր Լևոնը, դու ոնց կարաս մերը լես, դու ոնց կարաս Գյումրեցուն լես, չնայած Գյումրիում ապրում ես։ Այդ անցածը ճանապարհը նայում, մի խոսքով չեմ ուզում ոչ մեկին կպնեմ, բայց եթե ուզում եք միտեղ գնալ, պատրաստ եղեք դրան, դուք ձեր տեսակը ծախվող է, դուք չեք կարա։ Հիմա ովքեր որ միանան ԿՊ-ին, իմ համար դավաճաններ են։ Ու ես գիտեմ, արդեն այդ վերբովքեն հենց այնց առաջ այդ 9 հոգին հենց այնց բերաշի որ ձեմ փախցնեն։ Գյումրեցիք չթողեք, Գյումրեցիք չթողեք, դա իմ խնդրանքն է, լուրջ եմ ասում, այս հնարավորությունը պետք չի մեր ցարից բաց թողնել։ Վաղը դրա համար եք մխկտալու, փոշմանելու, բոլորս։ Ես կարծում եմ արդեն մի շատ դաժան էջ թերթել ենք մեր կյանքից։ Մենք արդեն կորցրել ենք Արցախը ու սրանց պատճառով։ Եթե ԿՊ-ն ընտրվեց Գյումրիում, մենք թերթելու ենք մեր հաջորդ էջը։ Մեր մյուս ոչ պատպավոր էջը, լուրջ եմ ասում։ Խնդրում եմ չթողնեք։ Խնդրում եմ այդ փիշկեն դնելուց առաջ 10 հաշվեք ձեզ հարցրեք, հա թե չէ։ Ձեզնից շատ բան է կախված։ Դուք պետք է դառնաք վաղվա մարզերի համար, ովքեր վաղ միսուես ամենը տեղափոխվել են մարզեր։ Դուք պետք է լինեք օրինակ, ծառայեք օրինակ։ Ես կուզենամ, որ մեր մյուս հպարտ վաղվա օրը սկսվի Գյումրուց։ Ու ես գիտեմ, որ դա լինել է, որտեղ ես ձեզ բոլորիդ հավատում եմ։ Խոսքով տղեկ, ովքեր որ եկել են Գյումրում տեր կանգնել ու միանալ։ Այս ամբիցիաները թողեք արդեն, դրա ժամանակ անցավ։ Որորը մենք որոշեցինք իրար հետ միասին մի բան ուզել, դա լինելու է։ Առանձին չի լինելու։ Մի անգամ միացեք, դրա հաճույքը կստանաք, լուրջ եմ ասում։ Եթե իհարկե եկել եք, որ Գյումրիին տեր կանգնեք։ Գյումրեցիք, լեննագանցիք, սիրում եմ ձեզ բոլորիդ։ Որտեղ այդ հողը ջուրը իմն է, հա մեկ էլ մի բան ասեմ, ԿՊ-ականներին չթողնեք ձեր մոտ նկարվեն։ Որտեղ դրանք մեր նկարվել են գտեմ, ու այդ նկարի տակը գրեն ես Գյումրեցի եմ, ոնց որ Արցախի մասին նկարվան գցեցին, ու Արցախը ծախեցին։ Չթողեք ծախեն Գյումրին։ Գյումրին ձեր համար վաճառքի առարկա չի։ Ու դա չի թողի Գյումրեցին։ Սիրում եմ ձեզ, մի շնորհ հանդիպում, մերն ձեր թասիբին տեր եղեք, լուրջ եմ ասում, ձեր ձեռքերում ամեն ինչ հանդիպում։